Բաք երջսի էլ ասո ժողորդ։ Միշտ իմացեք որ երանելի ժողորդ ենք, միշտ իմացեք մենք երանելի ենք, որ այսօր ասո տարբերեջն ենք։ Մեր բանը միշտ գիտեմ, իշտ ամենը գնեմ ասո տանմեջ, աստված է բարձրի, չի թող անգած։ Երեխուն չի թող անգած։ Երեխու կարացեցի, երեխու կարդասիրագի, բայց հաստատ դուր չի գցի։ Սո մի ուզում խոսք ունեմ, վերնագիրը պատերազմը և հաղթանակը ասումն է։ Միշտ իմացեք, պատերազմը հաղթանակը ասումն է։ Ան պատերազմը իրանը, ամ է հաղթանակն է իրանը։ Հասակ դարում, բավեք չպատերազմ ենք, չէ որ մենք ենք պատերազմ մեջ։ Այո կարակ պատերազմ ենք, բայց Աստծով։ Սելա ժողովուրդ, մենք չենք կրա, մենք պատերազմ ենք առանց Աստծու ու հաղթանակը պատերազմը կա։ Բայց ինչ եղնելու, պարտություն, ուղիղ պարտության ենք այդտեղ։ Բայց երբ որ մենք պատերազմ ենք Աստծով, ուղիղ այդ մենք հաղթանակների։ Դրա համար այսօր դժվարություններ, հոգսեր, բեռներ, պարկեր, տոհան հաջողություններ, մենք հենում ենք, տրնում ենք, դրավել ենք, պայքարել, տրվել ու ինչա դուրս գալիս, հետո մենք Աստծով չեն կռվում, իրենց ինչ անում ենք այսա, խաղաղություն, անհանգստություն, ամեն բան, բացի խաղաղությունից։ Երբ որ մենք դրանց դեմ հենում ենք Աստծով, մենք գնում ենք ամենակարևորը հաղթանակ, հետո հաղթանակը ունենց խաղաղությունը ուրախություն է կա։ Համաձայն հաղթանակը միշտ բերվա քեզ ուրախություն, խաղաղություն։ Դրա համար մենք ոչ թե մենք դուրս գանք, մենք մեզնով պայքարենք, Իմայվացեք միշտ մենք պայքարի մեջ ենք, մեր պայքարը երբեք չի վերջանալու, մինչև վերջ, մինչև չգնանք մեր հորտում, բայց մեր պայքարը միշտ լինի Աստծով, որտեղ մարդը եթե կարողանար պայքարել ու եթե կարողանար ինքը փրկվել իրանով, Հիսուս չէր գա, եթե այսօր մենք կարողանանք մեր պայքարի մեջ հաջողակ դուրս գանք, Ժողովուրդ ջան, Աստված էլ մեզ պետք չի, հենա մենք գնում ենք, մենք կարող ենք հաղթարենք, մենք կարող ենք հետենք, բայց մենք գնում ենք Հեգուզ և թույլ է տալիս կամ մեկ է գնում, բայց Աստծով մենք հենում ենք։ Մենք միայն Աստծով կարանք, մեր հաղթանակը առանց Աստծու մենք հաղթանակ չունենք ժողովուրդ ջան։ Դրա համար միշտ իմանանք, կա ամեն բան, մի վախեցի դժվարությունից, մի վախեցի հոգսերից, ինչ որ կա անհաջողություններից, այն անհաջողությունները հետո պայքարով Աստծով դառնում է հաջողություն։ Հաջողությունը ի՞նչ է, կրում ես անհաջողությանը։ Դու կրում ես, դու հաղթանակով ես դուրս գալիս։ Դա համար շատ կարևոր է, չնայենք մեր այդ ժամանակի անհաջողությանը, մենք նայենք հետոյի հաղթանակին։ Մենք գնում ենք հաղթանակին, մենք չենք գնում անհաջողության նայենք ինչ անենք դրան։ Անող կա, մենք պետք է դուրս գանք Աստծով այդ բանի դեմ, պրոբլեմների դեմ։ Ստեղ մեր տարբերությունները ինչ անենք, ոնց անենք, բա ինչ անենք, պայքարում ենք, շատ վատա։ Վատա, իհարկե վատա։ Վատը չես կարող լավ ասես, բայց հաղթանակ կա դրան։ Մենք աստելու ենք։ Մենք մեր պատմություն կա Աստվածաշնչում Գենեզիս 17:9։ Այս պատմությունը սա գիտենք, դե որ բանը Իսրայելը հենում էր Ամալեկի դեմ կռվին։ Սա 17:9։ Սա եւ Մովսեսը ասեց Հեսուին. մեր համար մարդիկ ընտրիր եւ դուրս կան Ամալեկի հետ պատերազմելու։ Եկուց։ Ես բլուրի գլխին կկանգնեմ, Աստծո գավազանը ձեռքիս։ Եվ Հեսուն Մովսեսի ասացի պես արավ, և Ամալեկի հետ պատերազմեց, և Մովսեսը Ահարոնի և Օրի բլուրի գլխին ելան։ Եվ լինում էր, որ երբ որ Մովսեսը իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելը հաղթում էր, և հենց որ իջեցնում էր, Ամալեկն էր հաղթում, և Մովսեսի ձեռքը ծանրարարից մի քար առա և նրա տակը դրեցին, և ինքը նրա վրա նստեց, և Ահարոնը և Օրը մեկը այս կողմից և մյուս անկողմից նրա ձեռքերը վեր բարձրացին, և մինչև արեգակը բայբլները նրա ձեռքերի հաստատուն մնացին, և Հեսուն զարկեց սրի բերանովը Ամալեկցիներին և նրա ժողովրդին, և Եհովան ասեց Մովսեսին, սա գրիր գրքի հիշատակի համար, սա գրիր գրքի մեջ հիշատակի համար, ինչ հիշատակի մասնախոսքը։ Ու ինչ ուզում ասից տեղ Աստված մեզ, ու գրիր, շեշտմարեսի գրիր հիշատակի համար, ծենա ժողորդ, Մովսեսը ասում հավաքի ժողորդին ու հետ պատերազմի, բայց ես հելում սարը, ոստ է դիլում սարը, դու սարը ինչ գործ ես, պատերազմը է դուք ժողորդը, դու պատխիդը մեջ չես, չէ որ դու առաջնորդ ես, չէ որ դու առաջ դիլում ես, ծենա ժողորդ, ասում է հելում սարը, ու ասում հավազալի մոդա, գնացի պատերազմի, ու գնում պատերազմի, Երբ որ ասում ձեռքեր բարձրացում էր, Իսրայելը հաղթում էր, երբ որ իսրում էր, նրանք են հաղթում, շտամները հաղթում։ Ուստեղ ինչ հասկացանք։
կա պատրաստվող մեր ընտանիքի անդամները, մեր քույր եղբայրները, մեր ազգը, մեր ընտանիքը հոգևոր պատրաստի մեջ է, բայց կա Մովսեսներ, որ ձեռքերը միշտ իրեն բարձրացրեն, շիրաժողուր, ձեռքը բարձրացրեն, որ ընտանիքի անդամը, որ քո հարազատը, որ քո ազգը, որ քո ժողովուրդը կարողան հաղթանակով դուրս գան։ Լսի ասեմ, երբ որ իշխում էր, նույն պատերազմողը պատերազմում էր, համաձայն չէ, ինքը պատերազմում էր, ու չգիտեին, որ իրար պարտությունը ինչից է, չէ որ մենք պատերազմի մեջ ենք, նոր հաղթում ենք, ինչ եղավ մեզ, մեր դիմացինը ուժեղացավ, մենք թե մենք թուլացանք, որ դիմացինը ուժեղացավ, ոչ է դու թուլացար, առանց Աստծու դու չես կարող պատերազմի, այն ձեռքերը իրեն բարձրացողը հույս Աստծու վրա դրողը ձեռքը իջնել է։ Ու այդ պարտության։ Պատկերացրեք այսօր մենք շատ ենք ասում իմ երեխա, իմ ծնող, իմ հարազատ, իմ բարեկամ, իմ ազգ, ճիշտ, լավ չեք շարժում, լավ չեք պատերազմում, պայքարեք այդ սխալների դեմ, մեղքերի դեմ, սրա դեմ, ու Աստված բացեց, լսեք, Մովսեսներ, ձեռքերը դերսաբացեք, ձեր ներքևիչներով իրանք պարտություն են տալու, իրանք չեն կարող։ Այսօր քեզ ընտրել է, սերի եղբայր, քեզ ընտրել է Մովսեսներ, որ ձեռքդ բարձրացրել քո ընտանիքի վար, քո երեխեքի վար, քո հոգևոր ընտանիքի համար, որ ձեռքդ բարձրացրել, ասես Տեր դու ես իմ հույսը, Տեր իմ երեխան պատերազմի մեջ է, իմ հարազատը պատերազմի մեջ է, իմ քուրը պատերազմի մեջ է, իմ ամուսինը պատերազմի մեջ է, իմ կինը պատերազմի մեջ է, իմ գերդաստանը պատերազմի մեջ է, իմ ազգը պատերազմի մեջ է, Տեր, իրանք չեն տեսնում, ինչով են պարտվում, բայց ես տեսնում որ ձեռքերս չեն բարձրանում քեզ, ձեռքերս իջնում իմ ազգը պարտվում է, իմ քուրը պարտվում է, իմ երեխան պարտվում է, ընտանիքը պարտվում է, ես չեմ ուզում ձեռքերս մի բարձրացնել, ինձ ժողովուրդ ամեն բան հասկանում ես որ քեզ դիջիշտան բանակախված, որտեղ քեզ վերցնել Աստված ու բարձրացես սարի վրա, որ դու տեսնես պատերազմը, չէ՞ որ դու տեսնես քո ընտանիքի պատերազմը, դու տեսնես քո երեխայի, դու տեսնես քո ծնողի, դու տեսնես քո կնոջը, դու ամենքի տեսնես, քեզ հանել ինչով ար բարձրու կանես, ինչով ար սարի վրա թող կանել դեկևը, որ սարի վրա որ տեսնել որ ձեռքը բարձրու կրկնում են իրան։ Հենց ձեռքը իջնում է ինքը տեսնես, տեսանելի դառնա։ Դրա երբ որ ձեռքը դու բարձրացած պայես, դու կտեսնես քո ընտանիքի հաղթանակը, քո երեխաների հաղթանակը, քո ազգի հաղթանակը, քո ընտանիքի հոգևոր հաղթանակը։ Այս հաղթանակը ծերաշողու։ Երբ ձեռքը իջնես դեկև, ասում հոգտավ եւ ձեռքը իջնես դեկև, բայց բայց կարևոր բան է կա, կողքը մարդկար։ Կողքերը մարդկար ծերաշողու։ Ընդ որ հոգնում եք, ընդ որ Մովսեսներ ջան, որ դուք հոգնում եք միշտ իմացեք եղբայրներ ունեք, եղբայրներ լիքան են կողքերը ձեռքը բարձրացրել, որտեղ Աստված քեզ ընտրել է Մովսեսներ, Աստված քեզ ընտրել է Մովսեսի կողքանողներ եւ ձեռքը բարձրացողներ, որ հաղթանակով դուրս տա։ Ձեր ընտանիքի իրավունք ունի պարտվելու, ձեր ընտանիքի ոչ մի հոգի իրավունք ունի պարտվելու։ Եվ հաղթանակ հիմարել, քեզ ընտրել է որ դու կանգնես, ձեռքդ բարձրացրես իրեն ու տեսնես հաղթանակը։ Դու տեսնես ես հաղթանակը, դու չես կարող չնես հաղթանակը։ Դրա համար ասում դու գնաց պատերազմի, բայց ես սարի վրա եմ։ Ահա, ասում ես այո, սա Աստված հանեց սարի վրա, որ տեսնես, եւ որ ձեռքդ բարձրացրած ինչ կատարում, եւ որ ձեռքդ ճիշտությունից ինչ կատարում։ Ժողովուրդ ու հասկացա որ երբեք ձեռքերը ճիշտունեք եկև։ Ամեն։ Միշտ վերև, միշտ ուժը դրեկի վրա, ես ամեն բան կանեմ, որտեղ ուզում անես դու, ինչ դրության ուզում անես, ես քեզ հանող եմ։ Ես քեզ չեմ թողա, այս Աստված ունենք։ Մեզ ինչ ասում, մեզ չասում գնացեք բետոն թափեք իմ համար դու սարքեք ես կամ ապրել։ Ասում հույսը դիրի վրա, նայեք ինչ հաղթանակներ տանես քեզ։ Պատկերացրեք Մովսես իրենց ասեր, ես քեզ պարտվում։ Նրանք չգիտեն, չեն կարող պատասխանել։ Քեզ պարտվում, պայքարեք կրելու։ Բայց գիտի որ ինչ համար է պարտվում դրանք։ Ասում ես, այսօր դու գիտես ինչ համար է պարտվում քո երեխաները, քո երեխաները։ Դու գիտես, դու թույլատրել ես, դու ձեռքցել ես, դու վերև չես բարձրացնում, դու հոգնել ես, կողքը մարդ չոր բարձրում քեզի։ Այսօր շատ բանալում, չի շատ բանակ։ Շատ եմ ասում, երեխեն սենց եղավ, ու մեկը եղավ ոչինչ։ Իգի ուղղվի, իգի կաղլի, չմտածես, ձեռք չցնես, Աստծուն բարձրացրեք, հաղթանակով դուս ես կարող։ Այս երաժողովուրդ, մեկին ո՞նց եղավ գունեք ձեռքից իջնեք երկև։ Ո՞նց կարող ձեռքից իջնեք, որ ամեն երկրու մեր Տերն աստեղծել, ամեն բան իրան է հետարկում, ո՞նց կարող իջնենք։ Այո, ակնում են, այո, ջայեր են, այո, երիտասարդ են, այո, ծեր են, ինչ որ մեր ընտանիքի անդամներ են, այո, մենք ենք ժամանակի լուծացել է։
բայց ու մեկ աղոթքով բարձրենք եւ մեկից երկի բարձրով այսօր աստուծո մեջ կանգնած ենք ու Աստված միշտ հնարավոր տվի քեզի Մոսես ջան որ դու կանգնես ու Մոսեսի կողքին կանգնողը կանգնեք ու Մոսես ձեռը բարձրեք որ միշտ հաղթանակով դու տեսնես այդ հաղթանակը Մոսես անժան տեսնել հաղթանակը ու պակասած ձեռքը վեր բարձրացեց ու միջև արևակի բարբերները ջարդեցին ու Աստված հաստատած գրի իշանակի համար գրի ինչ հաղթանակը գրեց էսի այսօր զալավի ինչ Աստված է Ամեն ես չունեմ այն բաները որը մարդը վրա հույս դրам ունես ասել շիտենամ հույս չդրամ ինչ որ բանի վրա այդ Աստծո վրա երնում ու իր խոսքը Աստծո բարձրանում մեկ գիտեք որ երբ որ Սոդոմի վրա հակագետային թագավորները տարան վեֆտին տարան չէ կովտին տարան ու Աբրահամը ելավ պատերազմելու գնաց ինչ որ է սա նավարը հագե ժողովրդին հետ բերեց ու հարցունը հետ բերեց ու դեմ ելավ Սոդոմի թագավորը իրա դիմավորեց նրանք ինչ ասեն ասում եւ Սոդոմի թագավորը ասեց Աբրահամին մարդիկ իս դուր եւ ստացվածքը դուար քեզ համար եւ Աբրահամը ասեց Սոդոմի թագավորին ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Եհովա բարձրալ Աստվածը որ Տեր է երկնքի եւ երկրի ոչ մի թելից մինչև կոշկի կապը մեկ բան վեր չմարդի քեզ ինչ որ քոնն է ոչ չասես թե Աբրահամին ես հարստացրի ամեն այս բանը լսի ասել ինչ է ստանունցի ինչ որ ես այդ հարստությունը լսի ասել դու կարաս քո եղած այս երկրի վրայի ինչ որ հարստություն օգտագործես բայց երես բարձր երկրի ասուր որ ինչ որ պետք է երկրից է տալիս ինչ որ պետք է երկրի վրա տալիս լսեք սիրալ ժողովուրդ դեսի հարստությունը մենակ ստի կարա ուշ բան չկարա ինքը չի կարա քեզ պաշտպանել ինքը չի կարա քեզ օրհնի ինքը ոչ բան չի կարանի բայց ինչ որ վերևից քո պաշտպանությունը քո հարստությունը ինչ որ ներքևա պետք ներքևն է տալիս մեր Տերը ամեն եթե մեր Աստվածն է ժողովուրդ ջան մեր Աստվածը դեպի մեր շուրթերի պարտանքը մեր շուրթերը պիտի բացվի մեր Տերոջը բազրանք լսի հոգս տեսնող բան չկարացի անել լսի դժվարություն տեսնող բան չկարացի ասել որտեվ Աստված ունեմ սիրած ժողովուրդ երբեք մեծ մեղ կա որ այն Աստծու զավակը ձեռնությունում է այդ նշանակում է այն բարձրալի զորությունը մենք ուրանում ենք այն բարձրալուն ասում է ես քո կողքին եմ չվախենաս մենք իր զորությունը ուրանում ենք որ որտեղ ես ես կանգնեմ քո կողքին դրա համար սիրած ժողովուրդ փող միշտ Մոսեսների ձեռքերը բարձր լինի ու իր ընտանիքում միշտ հաղթանակ լինի Աստված օրհնի ձեզ